Հիմա ներսից թե դրսից պայքարն է վտանգավոր, անշուշտ ներսից հասցված վերքերը շատ ավելի խորն են լինում եւ շատ ավելի ուշ են բուժվում եւ ավելի ցավոտ են լինում։ Սակայն խոսելով այսօրվա իրավիճակից մենք չենք կարող գնահատել, որ հարվածը ներսից է։ Եկեղեցին շատ լավ գիտի, որ յուրաքանչյուր թագավորություն ինքն իր մեջ բաժանված, յուրաքանչյուր քաղաք ինքն իր մեջ բաժանված կանգուն չի մնա։ Սա ավետարանական ճշմարտություն է։ Եկեղեցին այսօր կանգուն է։ Եկեղեցին այսօր իր բնական ընթացքի մեջ է։ Դա նշանակում է, որ եկեղեցին ինքն իր մեջից չի կարող քանդվել կամ քանդված չէ։ Եվ այս ամենը դրսից է կատարվում եկեղեցու դեմ։ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած եկեղեցահալած քաղաքականությունը դրսիեք քաղաքականություն է։ Եվ այդ դրսիեք քաղաքականությանը միացած գործող եւ կարգալուց հոգեվորականները համարվում են այլևս ոչ թե ներսից, այլ դրսից հարվածող ուժերին միացած եւ այլևս իրենք եւս համարվում են դրսից եկած։ Իսկ դրսից եկած յուրաքանչյուր հարված եկեղեցու համար որքան էլ տհաճ լինի, որքան էլ ցավոտ լինի, միևնույն է այն չի կարող խորտակել մի կառույց, որը հիմնել է Աստված եւ որը առաջնորդում է Աստված։